Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ձեզ հետ են անկրկնելի Վրեժ Կիրակոսյանը եւ անզուգական Անահիտ Կիրակոսյանը։ Այո, Կիրակոսյանների պակաս այսօր հաստատ չեք զգա, իսկ առավոտը լավ սկսելու համար նախ եւ առաջ լավ տրամադրություն է պետք։ Այո, եւ առաջարկում ենք այս պահին անզուգական մի գեղեցիկ երաժշտություն, որպեսզի ռիթմիկ արտնանակ գնացինք։ Փոքրիկ մի քաղաք, լիքը ջերմությամբ, ամեն փոց իր բարհիշողությամբ, բայց ինչ որ պահից քաղաքը փոխվեց, ու սառնությունը ամեն բան ջնջեց, քաղաքը մտնեց, ամառը սառեց, երբ հասկացա պետք չի քեզ վստահել, քաղաքը մտնեց, ամառը սառեց, երբ հասկացա պետք չի քեզ վստահել, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, դեռ չթողեցիր, որ քեզ հետ մնամ, քո թողած վերքերը չեն սպիանա, առաջվան արդեն մենք էլ չենք դառնա, թող որ ամեն որ իր ճամփով գանա, ասում ես սկսենք ամեն ինչ նորից, բայց պետք չի դա ոչ քեզ ու ոչ ինձ, ասում ես սկսենք ամեն ինչ նորից, բայց պետք չի դա ոչ քեզ ու ոչ ինձ, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, կար ժամանակ, երբ վառեր քաղաքն իր էությամբ, ինչ որ պահից, երբ գնացիր, ինձ կոտրեցիր, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում, իմ սերը մարել ու էլ չի վարվելու, իսկ ինչ կանեիր դու երբ էլ չես հավատում։ Ինչ վերադարձանք, վստահ ենք, որ արթնացել եք, ձեզ երաժշտությունը օգնել է, իսկ եթե երաժշտությունը չի օգնել, ապա, չգիտեմ, զարթուցիչը պահեք ձեր ականջի տակ, որպեսզի արթնանաք, կամ էլ խնդրեք թող ձեզ զանգարեն եւ արթնանաք։ Եվ հիշեք, զարթուցիչը ջեռուցիչից հեռու դրեք, այո, արեք նաեւ ձայնավարժական այսպիսի բաներ, գուցե դա էլ օգնի լավ արթնանալուն։ Այսօր ունենալու ենք երաժշտական եթեր ամեն դեպքում, հրաշալի նորություն ունենք, մայիսի 3-ից 6-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի ունեցել Սալդատսկի կոնվերտ 32-րդ միջազգային փառատոնը։ Նվիրված հայրենական, հայրենասիրական երգերին եւ այս տարի նվիրված էր հայրենական պատերազմի 80-ամյակին, ինչպես գիտենք, հա, կլոր
Այո, եւ Հայաստանը առաջին անգամ մասնակցեց այդ մրցույթին, այնտեղ բավականին հետաքրքիր մթնոլորտ է եղել, ես եւս եղել եմ Անահիտի դեպ, բայց առաջարկում եմ այո, այս պահին ներկայացնենք մեր հյուրին, ով ներկայացեց Պատվով Հայաստանը։ Այս տարի առաջին անգամ Սալդատսկի Կանվերտ մրցույթում Հայաստանը ներկայացել է Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դասախոս, երգիչ, իհարկե, հրաշալի նաեւ Աշուխ Հրանտ Մուրադյանը եւ նաեւ նշենք, որ ձեռնունայն չի վերադարձել, արժանացել է 3-րդ մրցանակի, այնպես որ այսօր առավոտյան նա մեր տաղավարում է։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Ո՞նց եք։ Հրաշալի։ Տրամադրությունը Շատ բարձր։ Զինվորական, հա, մրցույթից հետո։ Տոնական, ավելի շատ տոնական։ Այդտեղ ռեժիմը այնպեսին էր, որ առավոտյան ժամի 7-ին էինք արթնանում մի դեպ։ Հրաշալի ռեժիմ նորմալ, չէ՞, արտիստների համար։ Իրականում չէ։ Լավ, եկեք գանք ամենասկզբից, ինչպես իմացաք Սալդատսկի Կանվերտի մասին, հայտ ներկայացրեցիք, ինչպես ընտրվեցիք։ Ինքը իրականում շատ հայտնի մրցույթ էր, ուղղակի Հայաստանը որպես այդպես չէր մասնակցել, առաջ անգամ պիտի մասնակցեր, իհարկե պարոն Կիրակոսյանի, Վրեժ Կիրակոսյանի ուղղորդմամբ այդ ամեն ինչը կազմակերպվեց եւ Ըստ տրամաբանության երգերը պիտի լինեն հայրենասիրական։ Միայն նվիրված էին, այո, նվիրված էին պատերազմին։ Հայրենական պատերազմին նվիրված միջոցառում էր, որը եւ որ երգ ընտրեցիք դուք։ Ռուսերեն «Поклонимся великим тем годам»։ Ինքը ինչի ընտրվեց այդ երգը, որտեղ լավագույնս այդ երգը ներկայացնում էր այդ հուզական եւ նաեւ իմ վոկալային տվյալները կարող էի ցուցադրել, քանի որ նաև մրցույթ էր, պետք է լավ պատրաստվել։ Մենք ընդամենը 15 օր ենք ունեցել, իդեպ Անահիտ մեկնելուց առաջ, այո, շատ, այսպես ասած, կարճ ժամկետում ինձ հետ կապնվեցին այնտեղի մշակույթի նախարարությունից, Ռուսաստանի Դաշնության եւ առաջարկեցին պարզապես որպես հյուր գնալ։ Հետո առաջարկեցին, որպեսզի անպայման ներկայացուցիչ լինի եւ մասնակցի եւ այդ 15 օրյա ժամկետում թե գործիքավորում, թե պատրաստվել, թե երգի ընտրություն, այսինքն պրոֆեսիոնալ, ինքը պրոֆեսիոնալների մրցույթ է, իդեպ ասեմ, ոչ այնտեղ ոչ պրոֆեսիոնալ, ոչ սիրողական, այնտեղ հնարավոր չէ լինել։ Այդ իսկ պատճառով գոլեգային առաջարկեցի Հրանտին եւ շնորհակալ եմ, որ չհրաժարվեց։ Իհարկե ես եմ շնորհակալ, որ այդ իրականում դա մեծ պատասխանատվություն էր, որովհետեւ ուրիշ բան է, երբ որ դու միջոցառումներին համերգների ժամանակ ես երգում որպես արտիստ ես ներկայանում, իսկ մեկ այլ բան է, երբ որ դու ներկայացնում ես քո երգերը։ Երգերը, իհարկե։ Եվ միակ ներկայացուցիչը։ Շատ էին մասնակիցները։ Մասնակիցները շատ էին տարբեր երկրներից, Ղազախստան, Ուզբեկստան, Թաթարստան, Վրաստան, եւ պետք է նշեմ, որ բոլորն էլ հրաշալի երգիչներ էին։ Իրականում ես շատ հավանեցի, բոլորն էլ բարձր որակի երգիչներ են եւ այնտեղ խիստ էր դրանց մրցույթային անցած լավագույն հորիզոնականների մասնակիցները եկել էին մրցույթի, ինչպես նշվեց, բոլորը պրոֆեսիոնալներ են, որտեղ պրոֆեսիոնալ կերպի կազմակերպված էր նաեւ այդ ամեն ինչը, ուզում եմ նշել, որ իրականում շատ տպավորված ենք, հրաշալի կազմակերպված էր ամեն ինչը։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր Սարգիս Ադամյանին գործիքավորման համար, այո, իր մասին հասցրեց մեկ շաբաթում պատկերացրեք։ Ամեն ինչը շատ արագ ստացվեց, նաև երգի տեքստը սովորելը ռուսերենը այդքան էլ բարդ չէր ինձ համար, քանի որ ես տիրապետում եմ ռուսերենին, բայց մի փոքր այդ երգի մեջ բառերը շատ էին։ Շատ ծավալում էր։ Պետք է անգիր անել ամբողջը եւ նաև կարողանալ լավ մատուցել։ Սարգիսի իդեպ շատ կայծակնային հարագությամբ այդ ամեն ինչ արեց, գիտես գործիքավորում անել Անահիտ ջան, ինչքան բարդ գործ է։ Եկեք ողջունենք ու ասենք ողջուններս, այո, Սարգիսին Ադամյան, մեր լավ գործընկերն է, ով ձեռնամուխ եղավ եւ չհրաժարվեց։ Իդեպ ինք ուներ նաեւ արտերկրում համերգներ այդ շրջագայություններ այդ արանքում եւ ասեց, որ ես կվերադառնամ եւ գիշեր ցերեկ կաշխատեմ եւ դա կանեմ։ Իսկ մեր հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնելու ելույթները, չգիտեմ, YouTube-յան հարթակում կամ հետագայում թե դա։ Մենք այս պահին տեսանյութ ունենք, առաջարկում եմ, այո, ընդհատվենք ու դիտենք տեսանյութ Հրանտի կատարումից հենց այդ։ Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ խոսել ես բարակ։ Գնանք եւ դիտենք տեսանյութը։
Հրաշալի, իսկապես հրաշալի կատարում, յուրահատուկ, հուզիչ, սրտին դիպչող ամենակարևորը։ Իսկ ինչպես կգնահատեք երկրորդ եւ առաջին հորիզոնական զբաղեցրածներին։ Ինչպես նշեցի, բոլորը հրաշալի էին, բոլորը արժանի էին Grand Prix մրցանակի։ Իմ կարծիքը այդպեսին է, որովհետեւ այս դեպքում, երբ որ արդեն բոլորը պրոֆեսիոնալ են, այստեղ գալիս է արդեն ճաշակի հարց, թե նախընտրությունը ում են տալիս, այդ ճաշակի խնդիր է արդեն։ Իսկ մնացած տեխնիկապես, թե կատարողական առումով բոլորը պրոֆեսիոնալ են եւ հրաշալի մատուցում են։ Իդեպ տեսանյութից տեսանք, որ նաև ամբողջ հրանտի կատարման ժամանակ հանդիսատես այդ մոտ 1000, հա, տեղեր նստատեղեր, դահլիճում 1200, բոլորը ոտքի կանգնեցին եւ ամբողջ երկի ժամանակ եւ շատ հետաքրքիր էր նաև իր բացումը նաև որպես լավագույն գործերից մեկը նվիրված հայրենական մեծ պատերազմին, անայդ հատուկ տվեցին մեզ եւ Հայաստանը առաջին, այսինքն տեղում հենց բացումը կատարեց եւ շարունակվեց։ Ես եւս ասեմ իմ տպավորությունները, մենք երբ որ քննարկում ենք հետո ժյուրիի հետ եւ տեղերը եւ այս ամեն ինչը, իրապես ավելի շատ ինչ որ գիտեք, ոչ թե լավագույնը հաղթեց, այլ ինձ համար ես այսպես նստած ամբողջ այդ 22 մասնակիցներին, որ լսել եմ, վերջում ինձ համար մի համերգ էր, պարզապես համերգ, որտեղ որ աննկարագրելի պատրաստվածությամբ երիտասարդներ էին եւ ամեն ինչ արտիստիզմ, կազմակերպվածություն, այդ բեմ, լույսեր, բան, ամեն ինչ հատուկ էր արված եւ անընդհատ նույնիսկ մի քանի անգամ փշաքաղվել եմ, հուզվել եմ այդ կատարումներից եւ այսինքն դժվար էր ընտրությունը, որտեղ բոլորն էլ լավն են եւ շատ հետաքրքիր էր նաեւ կային կատարողներ, ովքեր որ այդ մեր այն ժամանակների ստեղծագործությունները վերցրել են եւ իրենց տրակտովկան էին արել, այսինքն իրենց իմպրովիզներ եւ այնց հետաքրքիր ու պրոֆեսիոնալ էին արել, որ ոչ մի բան չէր գտնում, որ ասեր, այ այստեղը կարելի էր փոխել կամ այսպես անել։ Իրապես հրաշալի համերգ էր դա իմ համար, ոչ թե մրցույթ էր, որին որ ես հազվագյուտ եմ իրապես ականատեսին։ Շատ բարի, մենք շատ ուրախ ենք այս նորությամբ, առջևում ինչ է սպասվում, գուցե նոր մրցույթներ կամ համերգային ծրագրեր, հյուրախաղեր։ Համերգային ծրագրեր, հյուրախաղեր շատ կան, բուրն է տարին, թե արտերկրում, թե Հայաստանի ներսում, այս վերջերս արեցինք Հովհաննես Բադալյանի 100-ամյակին նվիրված հրաշալի։ Իդեպ հրանտը ներողություն համարվում է նաև մեր անգուլյան շատ համեստ է, անսամբլի մեներքիչ, մեր լավագույն անսամբլի իհարկե ժողովրդական։ Համագործակցում ենք տարբեր խմբերի հետ, Երևան Դերզինկյանի մայստրոյի, այո, նաև ազգային նվագարանների հետ։ Բայց հիմնականում գործունեությունը Արամ Մերանգուլյան անսամբլում։ Եվ ունենք շատ ծրագրեր ունենք եւ դրանք աստիճանաբար կատարում ենք, ինչպես նաև ռադիոյում եթերներ, ուղիղ եթերներ ունենք եւ աշխատում ենք։ Ձայնագրություններ մեծ քանակությամբ ռադիոն գիտեք անում է նաև ձայնագրություններ մեր անգլիան հագեցած է տարի։ Անշուշտ մենք չենք կարող ձեզ բաց թողնել առանց կատարումի, այնպես որ գիտենք առավոտ շուտ է, բայց ուզում ենք նաև վայելել մի փոքր ակապելա, այո։ Ես կատարեմ իմ երգերից կատարեմ։ Հրանտը քանի որ հեղինակ է նաև։ Իմ հայրենիք, որդիներդ հզոր են անպարտ, իմ հայրենիք, քեզ պահող քո զինվորն են կպարտ, իմ հայրենիք, որդիներդ հզոր են անպարտ, իմ հայրենիք, քեզ պահող քո զինվորն են կպարտ, քեզ պահող քո զինվորն են անպարտ։ Բրավո, իսկապես բրավո։ Հերոստատիտողը չէ, այս պահին արթնացավ արդեն վերջ։ Անշուշտ ես այսպես զինվորի պես արթնացա, պայքար գնալու շատ շնորհակալ ենք հրաշալի կատարում, շնորհակալ ենք նաև, որ մեր Հայաստանի պատիվը բարձր եք պահել եւ ներկայացել ըստ արժանվույն, վերադարձել մրցանակով եւ շնորհակալ ենք, որ այս առավոտ ժամանակ գտաք ու եկաք կիսվեցիք այս լավ նորությամբ մեզ հետ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, իմ համար շատ կարևոր էր ներկայացնել շնորհակալություն Վրեժ Կիրակոսյանին,
իրականում դա շատ մեծ պարտավորություն էր եւ դա երբ դու դրոշն ես ներկայացնում, դրոշն ես բարձրացնում, դա համ հուզական է եւ մեծ պատասխանատվություն։ Այստեղ ոչ թե խոսում է արդեն անհատը, այլ դու մի ամբողջ երկիր ես ներկայացնում, որը որ շատ պարտավորեցնող է։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար, լուսաբանելու համար։ Շատ շնորհակալություն ձեզ անխափան եթերներ։ Կսպասենք նորանոր նորություններին եւ սիրով մենք քեզ մաղթում ենք հաջողություններ ստեղծագործական եւ սպասում նորանոր իհարկե գեղեցիկ ստեղծագործությունների։ Մեզ մոտ է երգիչ արդեն հաղթած երկուսույց եւ լավ հայ Հրանտ Մուրադյանը։ Եվ այո, իմ հայրենիքը, մեր հայրենիքը ունի հարստություններ, գանձեր, որոնց պետք է գնահատել, մեծարել, բարձրաձայնել նրանց կատարած աշխատանքը, ոգևորել, որովհետև հենց նրանց շնորհիվ է, որ մեր անունը տարբեր երկրներում հնչում է ու պատվով ու ներկայանալի։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, մնացեք բարով։ Լավ եղեք, սիրեք իրար եւ ոչ թե իրար հաղթեք, այլ հաղթեք լավագույնի։ Հաջողություն։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։